Պարոն Մանվելյան, Մերձավոր Արևելքում իրավիճակը պայթյունավտանգ է, որը իր ուղիղ ազդեցությունը ունի ամբողջ տարածաշրջանի վրա, ներառյալ մեր տարածաշրջանը։ Հիմա այնպես է ստացվում, որ այս փուլում փակվել է թերևս ամենակարևոր զարկերակը, Հորմուզի նեղուցը, կամ գործում է սահմանափակումներով։ Հիմա այս ամենը տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ ամբողջ աշխարհի եւ մեր տարածաշրջանի վրա։ Նայեք, հիմնական ազդեցությունն է, ոնց որ դուք նշեցիք, Հորմուզի նեղուցը փակված է, իսկ դա մոտարապես արտանվող նավթի համաշխարհային արտանվող նավթի 20%-ն եւ գազի 30%-ը։ Բարձր սա արդեն ազդում է նավթի գների վրա, գազի գների վրա, նավթի գինը արդեն բարձրացել է մոտապես, ասենք Brent տեսակի նավթը Լոնդոնի բիրժայում այսպես մոտապես $80 է, 80-82 եւ կարող է դեռ էլի բարձրանալ։ Շատ հատկապես բարձրացել է գազի գները եվրոպական շուկայի մոտապես 45%-ով ու էլի կբարձրանա, որտեվ Քաթարն էր հանդիսանում գազի խոշոր ներկրողներից, այսպես կոչված հեղուկացված գազի խոշոր արտահանողներից եւ դեպի Եվրոպա ներմուծողներից մեկը։ Այսինքն սա ընդհանուր նավթի գազի էներգետիկ շուկայի վրա ուղղակի ազդեցություն է ունեցել եւ այդ տենդենսը, եթե այս պատերազմը շատ արագ չդադարի, այլ շարունակվի, իսկ կարծես թե իրավիճակը հուշում է, որ ինքը ավելի շուտ կշարունակվի, նշանակում է գազի գներն ու նավթի գներն կշարունակեն թանկանալ։ Պարոն Մանվելյան, այնպես է ստացվում, որ Հայաստանը ճիշտ է հեռու է, այսպես ասած, կրակի ջրաներից, բայց այնուամենայնիվ մենք հայերս եւս չեք ունենանք խնդիրներ, եթե պատերազմը երկար շարունակվի, նույն գազի մասով, նույն տարբեր ապրանքների մասով, ինչ կասեք։ Նայեք, ընդհանուր ինքը հարվածում է բոլորին, այսինքն սա բերում է նաեւ բենզինի գների թանկացման, սա նշանակում է նաեւ Հայաստանում կթանկանա։ Արդեն ինքը ամբողջ աշխարհում մեկ բենզինի գինը թանկանում է, որը կախված է հենց նավթի, հումնավթի եւ դրա արտահանումից։ Կոնկրետ Հայաստանի համար նաեւ կարող է խնդրահարույց դառնալ, մենք գիտենք, ունենք Իրանի հետ այսպես կոչված swap ծրագիր, գազ, էլեկտրաէներգիայի դիմաց։ Շատ հնարավոր է դա էլ կանգ առնել, որտեվ Իրանը հիմա ինքը խնդիր ունի գազի արդյունահանման առումով, որտեվ իր գազային եւ նավթային համակարգին եւս հարվածներ է ստանում, շատ հնարավոր է ծրագիրը կանգնի, սա կբերի նա, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կնվազի։ Սա ուղղակի ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա, բայց ոչ ուղղակի ինքը եւ նավթի կամ ավելի շուտ բենզինի գների թանկացումը եւ գազի հնարավոր հոսքի կրճատումը դեպի Հայաստան կազդի նաեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Իսկ պարոն Մանվելյան, որ երկրները կարող են այս դեպքում շահել։ Դե հիմնական շահող երկրներից մեկը Ռուսաստանն է, որտեվ գիտեք, ռուսական նավթը եւ գազը գտնվում է որոշակիորեն սանկցիաների պատժամիջոցների տակ, իսկ Ռուսաստանի հիմնական գործընկերները առումով Հնդկաստանն ու Չինաստանն էին, Հնդկաստանը ամերիկյան ճնշումների տակ որոշակիորեն սկսել էր կրճատել ռուսական նավթի գնումը, հիմա արդեն ինձ հստակ հայտնի է, որ երեկվանից արդեն անք շատ մեծ տեմպերով ռուսական նավթն, այսպես կոչված Urals տեսակի նավթի գնմամբ են զբաղված, որի գինը նույնպես թանկացել է, բարձրացել է մոտապես հասնելով այս պահին $63-65, երբ որ ընդամենը մի 2 շաբաթ առաջ մոտապես $50-55 էր։ Սա նաև բերել են ան, իդեպ սա էլ շեշտեմ, որ բառացիորեն 3, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի նախագահ հայտարարեց, որ իրանք նաև հրաժարվում են գազ արտահանել դեպի Եվրոպա։ Սա կբերի նա, որ Եվրոպայում գազի գները էլ ավելի կթանկանան։ Չնայած դեպի Եվրոպա գնացող թուրքական հոսք եւ երկրագույն հոսքերը աշխատում են ամբողջ թափով, բայց հիմնականում իրանք գազը ուղղելու են դեպի Չինաստան եւ ասիական երկրներ։ Այսինքն սա որոշակիորեն նույնպես հնարավորություն է տալիս Ռուսաստանին ուժեղացնելու իր դիրքերը տարածաշրջանում եւ հատկապես լրացուցիչ եկամուտներ ունենալու նույն այդ գազի եւ նավթի վաճառքից։ Այսինքն հիմնական շահողներից մեկը Ռուսաստանն է, մյուս շահողը կարա լինի Միացյալ Նահանգները, որտեղ Միացյալ Նահանգները ինքը եւս գազ եւ նավթ արդյունահանող է։ Օրինակ եվրոպական շուկայի գազի շուկայի մոտապես 20-ից 30% դա ամերիկյան հեղուկացված գազն է։ Այսինքն ամերիկան շահում է դրանից, պլյուս ամերիկան քանի որ արդեն վերահսկում է Վենեսուելան, ինքը այսպես ասենք նավթի դեֆիցիտ չի ունենա։ Ինքն էլ է արդյունահանում, Կանադան կա, որ խոշոր նավթ արդյունահանող է, եւ նաեւ Վենեսուելան, որ այսպես կոչված ծանր տեսակի նավթի արդյունահանող պետություն է, որը նույնպես կարիք ունի Միացյալ Նահանգները։
Այսինքն հիմնականում շահում են այս երկու երկրները՝ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգները։ Հիմնական տուժողները դա Պարսից ծոցի առաջին հերթին երկրներ են եւ խոշոր նավթ ու գազ ներմուծողները դա Չինաստանը եւ Եվրամիությունը։ Իրանք բավական լրջագույն խնդիրներ կունենան, որտեղ ստիպված կլինեն շատ ավելի վճարել գազի եւ նավթի համար, քան վճարում էին նախկինում։ Պարոն Մանվելյան, նաև խոսք է գնում, որ ադրբեջանական նավթն է կարծես գնաճ ունեցել համեմատած նախորդ ցուցանիշի ըստ բորսայի ցուցատախտակին եղած թվերի, եւ մի բան էլ, հիմա Հայաստանը ակտիվ կերպով մատակարարում է Ադրբեջանից բենզին, ադրբեջանական մամուլը գրեց, որ այսօր եւս ադրբեջանական բենզին է ուղարկվել Հայաստան։ Այս ամենը, ինչպես եք դիտարկում, ինչ կասեք։ Նայեք, ադրբեջանական նավթը իսկապես թանկանալու է, դա բնական է, որովհետև հենց Ադրբեջանը ինքը մեծ նավթ արդյունանող չէ, թե գլոբալ համաշխարհային մակարդակով դիտարկենք, բայց ինքը եւս այդ շահող երկրներից է։ Ինչ վերաբերում է ադրբեջանական բենզինին, որը գալիս է Հայաստան, ինքը չենց Հայաստանի շուկայում առայժմ մեծ բան չունի, բայց կախված է թե ինչ գնով են նրանք վաճառում։ Այն գները, որոնք մինչև հիմա Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանը, սրանք ավելի շուտ դեմպինգային գներ են։ Այսինքն դա հատուկ քաղաքականություն է, որպեսզի Հայաստանում որոշակիորեն փորձեն իրենց դիրքերը ամրացնել։ Այսինքն սա ոչ արդար մրցակցության ձևերից մեկն է։ Զուտ Ադրբեջանը ելնելով իր քաղաքական շահերից փորձում է շուկայում իր տեղը մեծացնել, բայց ես կարծում եմ այս պայմաններում որ նավթի գները եւ բենզինի գները թանկանան, ադրբեջանական բենզինի գինն է թանկանալու Հայաստանի համար։ Ես ընդհանրապես կարծում եմ, եթե Հայաստանում լիներ իսկապես ազգային իշխանություն, կհրաժարվեին Ադրբեջանից ինչ որ բան ներմուծել, առավել եւս բենզին։ Սա նույնպես մեր շահերից, ոչ քաղաքական, ոչ տնտեսական շահերից չբխող քայլեր են։ Եվ պարոն Մանվելյան, խոսենք նաև ռուսական երկաթուղու մասով, որ ցանկանում են վերցնել ռուսական ընկերությունից, տալ որևէ երրորդ երկրի, պատճառաբանելով, որ կան երկրներ, ովքեր այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ ու դա խանգարում է այդ երկաթգծի շահագործմանը։ Հիմա այս մասով ինչ կասեք, ինչպես եք տեսնում հանգուցալուծումը։ Ես կարծում եմ, որ այդ պնդումը կեղծ պնդում է, որտեղ սա ավելի շուտ ցույց է տալի, որ իրենց քաղաքականությունը Հայաստանը դարձնել խաչմերուկ եւ այլն, սա ուղղակի տապալել են իրենք եւ քանի որ տապալել են եւ չգիտեն ինչ անեն, սկսել են տարբեր կեղծ պատճառներ հորինել, թե ինչու ասենք թե նույն Թուրքիան նախընտրում կառուցել Կարսից Իգդիրից Նախիջևան ճանապարհ, այլ ոչ թե օգտվել արդեն եղած Կարս Գյումրի, ասենք նույն Երասխ Նախիջևան ուղուց։ Անկախ նրանից թե ում էլ պատկան է երկաթուղին, ես հավաստի ասում եմ, Թուրքիան երբեք թույլ չի տա կամ Ադրբեջանը, որպեսզի Հայաստանը, ինչպես այսօրվա քաղաքական ռեժիմի պարագլուխն է նշում, դառնա խաչմերուկ խաղաղության։ Սա կեղծ թեզ է մարդկանց խաբելու նախընտրական շրջանում իրենց դիվիդենդները բարձրացնելու համար։ Իրականության մեջ իդեպ Ալիևը իր վերջին հարցազրույցում հենց դա էլ շեշտել էր, որ Փաշինյանի այսպես կոչված խաղաղության խաչմերուկ ինքը պատրանք է։ Ադրբեջանը երբեք դա թույլ չի տա, իրան ձեռը տալիս միայն այսպես կոչված, ինչպես իրանք էլ շեշտում Զանգեզուրի միջանցքը, որի վրա իրենք ցանկանում են վերահսկողություն հաստատել եւ օգտվել դրանց։ Մնացած հարցերում իրանք կոշտ կերպով վերահսկելու են, որպեսզի Հայաստանը չդառնա տրանզիտային երկիր, որը կարող է նպաստի Հայաստանի զարգացմանը։